Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենաանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստային շքերթը, որը վարում եմ ես, Լեանա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Յանա Կոլոսովան, Էրվին Ամիրյանը եւ Դավիթ Գյոդակյանը։ Գուշակելու են նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք եթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք, իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային վարորդները։ 21-րդ գերծանրաբեռնված դարում ավտոմեքենա վարելը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը եւ բնականաբար հայտնի մարդիկ էլ բացառություն չեն։ Ահա թե ինչու մեր ամենից ամենաավանդական թեմաներից մեկն է հենց ամենից ամենաաստղային վարորդների թեման ու մենք բարբերաբար անդրադառնում ենք հենց նրանց։ Եվ այսօրվա մեր եթերը կրկին նվիրվում է ամենից ամենաաստղային վարորդներին, դե որովհետեւ տարեց տարի աստղային վարորդների կազմը համալրվում է, իսկ երթևեկությունը դառնում է ել ավելի ծանրաբեռնված։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներ ու անկեղծ խոստովանություններ դիտում ենք հենց այս պահին։ Վարորդական փորձառությունս բավականաչափ մեծ է։ 15 տարեկանից վարում եմ, 18-ից ունեմ վարորդական իրավունք եւ վերջին մի քանի տարին ինչ բնակվում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունեմ նաեւ Ամերիկայում վարելու փորձառություն։ Այնպես որ կարող եմ հանգիստ ասել, որ Հայաստանում վարորդ լինելն ավելի բարդ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Արմեն Թադևոսյան։ Ասում են, որ ով Հայաստանում կարողանում է քշել ավտոմեքենա, Ամերիկայում կքշի ու կքշի։ Բայց եկեք մի քիչ խոսենք օբյեկտիվ, մի քիչ խոսենք սուբյեկտիվ պատճառների մասին։ Օբյեկտիվ պատճառը այն է, որ մեր հարազատ, մեր սիրելի մայրաքաղաքը, ախր այդ Թամանյան ջաջան, որ այդ գծել է, ինքը նախատեսած չի եղել, որ այսքան մեքենա պետք լինի մեր քաղաքում։ Город уже строится, мы создаем город, Դա սուբյեկտիվ պատճառ։ Այն է վարորդները եւ վարելու ոճը, որովհետեւ յուրաքանչյուր վարորդ ինքը համարում է պարտք, որ պետք է վարել Երևանի փողոցներում անպայման խախտումներով։ Դա պարտադիր է։ Հիմա խոսեմ իհարկե Ամերիկայի վարելուց, իհարկե տարբերությունը շատ մեծ է։ Դե տարածություններն է նախ շատ մեծ Ամերիկայում, բայց դու այդ տարածությունները այդքան չես զգում, որովհետեւ իրոք ամեն ինչը շատ ճիշտ նախատեսված է։ Նախ օրենքով են բոլորը վարում։ Ну куда ты, клоун, прешься? Հետո Կալիֆոռնիա, որքան ես տեղյակ եմ, լուսավորները իրենք կոչում են խելացի սվետաֆորներ, այսինքն իրենք լույսերը հանգում վառում է կարմիր լույսերը կանաչ ըստ երթևեկության։ Այսինքն եթե փողոցը դատարկ է, ինքը կանաչում մնա, պիկա, իրանք ըստ դրա համակերպում են, վառում հանգում են։ Եվ ինչը շատ կարևոր մի բանի մասին եմ ուզում ասել, եւ մեզ մոտ Երևանում եւ այնտեղ Լոս Անջելեսում կան փողոցներ, որ նեղ փողոցից կրսես դուրս մեծ փողոց, չէ՞, եւ այդտեղ չկա լուսավորներ։ Եվ պետք է սպասես, երբ դու կմտնես աջ կամ ձախ էական չի։ Մեզ մոտ Երևանում դու կարող ես 2 օր կանգնես, որովհետև մեքենաները գնում գալի կամ դու մի ձև պետք է խցվես, մի ձև չխանանաս, ախպեր, ընկեր, սպասի մտնես ու նոր մտնես։ Այնտեղ, ուրեմն այդ փողոցները, եթե դու կանգնում ես, կարող է մի 2 րոպե սպասես, 3, բայց պարտադիր փողոցը բացվելու է, որովհետև այնտեղից սվետաֆորները, լուսավորները այնպես է նախատեսած, որ մեքենաները կանգնելու են եւ դու ունենալու ես հնարավորություն թեքվես։ Երկրորդը մեր մոտ Երևանում փողոցները շատ նեղ է եւ խաչմերուկների մոտ երբեմն լինում է, որ տրորում են փոսգծերը եւ միանգամից խախտումներ է գալի։ Ես կարծում եմ դա ճիշտ չի։ Այնտեղ դա բացակայում է, պարզապես նկարում։ Դե ես 5 տարվա մեջ համարյա դե ամեն տարի գալիս եմ, վարում եմ եւ ուզում եմ լինել անկեղծ։ Այս հիմա որ նոր վերջի անգամ եկել եմ, ես սկսեցի դժվարանալ, որովհետեւ երևի սովորեցի այդ մի քիչ ավելի օրենքով վարելուն, ուստեղ ես սկսեցի արդեն դժվարանալ։ Աղեք ձեզ մեքենա պետք է, հա։ Դե մի հատ էլ շոֆեր ճարեք, թող ձեզ տանի։ Եթե յուրաքանչյուր վարորդ մի քիչ օրենքով վարի, մի քիչ պատասխանատվությամբ վարի մեքենան, ես կարծում եմ եւ խցանումները քիչ կլինեն, եւ հարգանքով միմյանց նկատմամբ,
վարենք, ես կարծում եմ եւ երթևեկությունը նորմալ կլինի, եւ խցանումները քիչ կլինեն, եւ ամենակարևորը կլինի անվտանգ։ Այդ ամենին Արմեն Թադևոսյանը հավելեց. Այս անգամ երբ վարում էի ավտոմեքենա, քիչ նկատեցի ծուխ։ Սկսեցին ինչ լավ ապրեն, սկսեցին մեքենաներին հետևել արդեն լավ զննել, էլ ծուխ չկա։ Հետո պարզվեց չէ, ուղղակի էլեկտրական մեքենաներն շատացել։ Անդրադառնալով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային վարորդներին, կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզի հանունը։ Թոմ Քրուզը համարվում է Հոլիվուդի ամենից ամենաանվախ ու համարձակ վարորդներից մեկը, ու ինքը բազմիցս հարցազրույցների ժամանակ նշում է, որ արագությունը իրեն ապրեցնում է եւ նոր դրական լիցքեր է փոխանցում։ Եվ ասեմ ավելին, որ Թոմ Քրուզը ունի նաեւ օրինական իրավունք վարել ինքնաթիռ, ուղղաթիռ, նավ եւ մրցարշավային մեքենաներ։ Հետաքրքրական է նաև, որ եթե ֆիլմում իր հերոսը պետք է կատարի ավտոմեքենայով կամ մոտոյով ինչ-որ մի վտանգավոր հնարք, այդ հնարքները ինքը կատարում է ինքնուրույն։ Այսպես օրինակ Միսիան անիրագործելի է մահացու հաշվեհարդար ֆիլմում ինքը կատարել է կինոյի պատմության մեջ թերևս ամենավտանգավոր հնարքը։ Ինքը մեծ արագությամբ մոտոցիկլով բարձրանում է թեքահարտակի վրա եւ թռնում անդունդը, որի ընթացքում եւ այդ թռիչքի ընթացքում բացվում է պարաշուտը։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ Ավտոմեքենա սկսել եմ վարել 1994 թվականից, սակայն վարորդական իրավունք ստացա 1999 թվականին։ Նախ վարել եմ հայրիկիս ավտոմեքենան, ապա արդեն իմ սեփականը։ Գևորգ Չուլյան։ Մեր ժամանակ տենց էր ընդունված, ինչ որ մեկը կողքից հուշում էր մեծ ընկերներից, ովքեր որ վարել գիտեն, տենց մեքենան հիմնականում փախցնում էինք։ Ես օրինակ ոնց էի անում, որ փախցնեի, չիմանամ, որ մեքենան փախցրել եմ։ Թաղ երեխեքին կանչում էի, գալիս էին մեքենան բրդում էին, տանում էին մինչև Խաչմերուկ, որ ձենը չլսվի, այնտեղ խոդ էի տալի, բանալները կողացած փախնում էր, գնում էր տենց թաղերով քշելով, վարժվում էր, սովորում էր, դառնում էր վարող։ Առաջ մեքենան, որ վարել եմ եղել է պապայի մեքենան, Ժիգուլի է, հետո դրանից հետո ունեցա արդեն ծառայությունից հետո իմ անձնական Ժիգուլի ավտոմեքենա, մեխանիկական տուփով։ Այն հարցին, թե ինչպես Գևորգը կբնութագրի իրեն որպես վարորդ, որոնք են իր դրական եւ բացասական կողմերը, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը։ Որպես վարորդ ժամանակին շատ լարվող ու նյարդային էի, հիմա այս վերջի տարիներին փորձում եմ հանգիստ ինձ պահել, ճարպիկ ավելի վարորդ եմ, բայց փորձում եմ հնարավորինս չխախտել, ինչքան որ դա մեր քաղաքում հնարավոր է, որովհետեւ հիմա արդեն խախտելն էլ այդքան հեշտ չի, յուրաքանչյուր խախտումը գումար է։ Надо быть осторожнее, а то у меня ОСАГО просрочена. Понятно. Ну что, погнали? Հիմա նայեք, sense համեմատություն բերեմ, էլի մարդիկ տեսնում են, ասենք, մի խաչմերուկից մյուս խաչմերուկ 40 մետր տեղա, անպայման սեղմում են գազին, որ շատ արագ գնան այն մյուս կարմիր լույսի տակ կանգնեն ու սպասեն։ Պասաժիրը սենց բանը, սենց անդադ սենց ալինում մեջ, հետո սխառնացով իջնում մեքենա։ Ես դա չեմ անում։ Դրական կողմերից ասեմ, որ երթևեկությունից հասկանում է, կպատկերացնի։ Կարմիր լույսը դիմացի խաչմերուկը պետք է անցնես, մեքենաները դիմաց կանգնած են։ Տալիս է կանաչ, ինքը քշում է, բայց ընդդեմը չի կարողանալու գնալ։ Բայց փակում է խաչմերուկը։ Այս կողմից փակում է, այս կողմից սենց փակվում է խաչմերուկը։ Հիմա ես որ տեսնում եմ դեմը գնալու հնարավորություն չկա, կանաչ լույս էլ լինի, կանգնում սպասում եմ, մինչև ազատվի, որ այս մարդիկ էլ սենց այս բոլորը չփակվի, էլի։ Հիմա չգիտեմ, դա դրական կողմը թե բացասական։ Հետո բան կա, տենց շաֆերսկայ բրատstvo էին ասում, տրասա, որ գնում ես, կա ոստիկան, մարդիկ աչք են անում լույսով, որ այնտեղ արագություն գցի, դա կոչվում է շաֆերսկայ բրատstvo, դա ոչ միտեղ գրած չի, երիտասարդ ծերունդ դա չգիտի։ Հիմա օրինակ ես դրսում քշել եմ մեքենա Եվրոպայում, ամենանեղ ճանապարհներին անգամ չգիտեմ, խի դու չես նեղվում, խցանումները ուրիշ կերպ են լինում։ Մեր մոտ մի քիչ բան է, էլի, իմ շատ հայ ընկերներ, որ գալիս են ամռանը, ասենք վերցնում են մեքենայի, հաջորդ օրը տանում են հանձնում են տաքսիով են ման, գալիս են հնարավոր չի քշել։ Ասում եմ, ինչի, ասում եմ, անկանխատեսելի են վարորդները։
Գևորգն անկեղծ խոստովանում է, որ 27 տարվա վարորդական պրակտիկա ունեցող մարդը գոնե մեկ փոքրիկ վթարի ենթարկվել է, տուգանք ստացել է, պետավտոտեսչության աշխատակիցների հետ բանակցություններ ունեցել է եւ ինքն էլ այդ իմաստով բացառություն չէ։ Ես քիչ եմ տուգանվում, մանավանդ արագաչափ գրեթե չեմ նկարում, եթե նկարում եմ 1000-2000 դրամ արագաչափեր գալ է։ Ոստիկանության հետ ես շատ լավ եմ, միշտ, բոլոր տարիների, թե պարեկները, թե նրանցից առաջ ով եղել են, ես խնդիր չեմ ունեցել ոչ մի պետավտոտեսուչի հետ։ На минутку. Вопросов больше нет? Вопросов нет. Будьте любезны, посторожите для меня это место, я скоро вернусь. Хорошо. Այդ ամենին Գևորգ Չուլյանը հավելեց. Մեքենան իմ համար ուղղակի փոխադրամիջոց է։ Ճիշտ է, շատ պայմաններ կային մեքենայի մեջ, ժամանակին անգամ բարում էի մեջը։ Ճամփորդական պայուսակ, որ մեջը դրված է քաղաքից դուրս գնալու համար բոլոր պայմանները, բայց հիմա քանի որ ժամանակ չկա, սա հանել եմ մեջից, բայց մինիմալ բաները մեքենայի մեջ կա։ Մեկ էլ մի հատ միկրոֆոն միշտ մեջ է։ На всякий случай. Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային վարորդներին, կուզեմ հիշատակել հայտնի դերասան, հաղորդավար եւ շոումեն Դմիտրի Նագիևի անունը։ Նագիևը մոլի վարորդ է եւ ունի բավականին լուրջ վարորդական պրակտիկա։ Ինքը ինքնուրույն է վարում հիմնականում իր ավտոմեքենաները, բրուտալ ամենագնացներ, նույնիսկ այն ժամանակ, երբ ունի գերխիտ աշխատանքային գրաֆիկ։ Եվ հետաքրքրական այս պարագայում այն է, որ Դմիտրի Նագիևը չի վաճառում գրեթե չի վաճառում իր հին ավտոմեքենաները, այնպես որ իր ավտոտնակում կարելի է գտնել ինչպես բրուտալ ամենագնացներ, բացառիկ լիմուզիններ եւ գերշքեղ բրիտանական կուպե դասի մեքենաներ, ինչպես նաեւ խորհրդային միության արտադրության հայտնի դասական ZAZ 966-ը, ժողովրդական լեզվով ասած Zaporožets-ը եւ VAZ 2106-ը, Ժիգուլի։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Վարորդական փորձառությունը սկսվեց Ռուսաստանի Դաշնությունում։ Ավելին, հենց այնտեղ բավականին մեծ դժվարությամբ ստացա իմ վարորդական իրավունքը։ Արամ Դանելյան 19 տարվա փորձառու վարորդ եմ։ Իմ առաջին մեքենան եղել է կապույտ լեգենդար 07 մագնիշի մեքենան վարել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ այնտեղի փորձը շատ պետք եկավ իհարկե հետագայում, որովհետեւ շատ ավելի բարդ էր վարել մեխանիկական փոխանցման տուփով մեծ քաղաքներում։ Ой, такая чуткая приора. Пойдем догоним, слейфи, что ли, вот эту вещь Вот, сделай. давай, точно сделаем сейчас. У тебя же права отобрали. 07-ից հետո վարեցի եվրոպական արտադրության մեքենա, միջինից բարձր կլասի եւ Հայաստան վերադառնալուց հետո միայն ավտոմատ փոխանցման տուփով են եղել մեքենաներս, բարձր դասի մեքենաներ են եղել։ Այն հարցին, թե ինչպես Արամը կբնութագրի իրեն որպես վարորդ, որոնք են իր դրական եւ բացասական կողմերը, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը։ Բացասական կողմը նաեւ որ ես արագ չեմ վարում նախ։ Շատերը ներվայնանում են, որ ասում են դանդաղ ես քշում, բիծու պես ես քշում, բայց ես հանգիստ կողինս քնում եմ։ Եվ տանել չեմ կարողանում կեղտոտ մեքենա։ Երևի 2 օրը մեկ իմ մեքենան ավտոլվացման կետում է եւ շատ ժամանակ է գնում այդ process-ի վրա։ Դրականը այն է, որ ես զիջում եմ այլ վարորդների, խախտումներ շատ քիչ եմ անում, այն էլ պատահական։ Արամը օրինապահ վարորդ է, եւ դժվար կարելի է պատկերացնել, որ իր վարորդական պրակտիկայում կարող են պատահել ընդհարումներ պետավտոտեսչության հետ։ Այդ իմաստով Արամն անկեղծ խոստովանեց հետեւյալը։ Ամենից ամենադաժան տուգանքը եղել է, երբ ես Երևան Կապան ճանապարհին գերազանցել եմ արագությունը, մտքերով եմ եղել, շատ ուղիղ տեղ, չեմ սպասել, որ արագաչափի կհանդիպեմ։ Արագաչափի հետ գրկախ առնելուց հետո ինձ 150-160 հազար դրամի տուգանք եկավ։ Բավականին թանկ դաս էր դա ինձ համար, բայց ես կարծում եմ մի քիչ շատ էր տուգանք։ Ոստիկանների հետ հազվադեպ եմ հանդիպում, քանի որ առիթ
չի ստեղծվում խախտումներ անել եւ հանդիպել։ Երբ խախտումն անում եմ, իհարկե ոչ այդքան սիրով, բայց ընդունում եմ իմ մեղքը եւ իմ բաժին տուգանքը վճարում եմ։ Արամն անկեղծ խոստովանում է, որ իր վարորդական պրակտիկայում եղել է մեծ լուրջ ավտովթար, որը տեղի ունեցավ ոչ իր մեղավորությամբ։ Ավտովթար եղել է մեկ անգամ, հանդիպակաց մի մեքենա ողջագուրվեց մեքենայի հետ եւ եթե վերջին պահին չփախցնե եղեկը, շատ ավելի տխուր հետևանքներ կլինեին։ Այնուամենայնիվ մեքենան ջարդուխորտ էր եղել եւ աշխատել էին անվտանգության գրեթե բոլոր բարձիկները։ Դա տեղի ունեցել հերթական նկարահանումից հետո ես այդ ժամանակ աշխատում էի 32 ատամում որպես գլխավոր դիզայներ եւ հոգնած տուն էի վերադառնում Դավիթ Հաշենի կամրջով, երբ այդ դեպքը տեղի ունեցավ։ Դրանից հետո փառք Աստծո նման դեպքեր տեղի չեն ունեցել։ Այդ ամենին Արամ Դանելյանը հավելեց. Մեքենայով կա գրեթե ամեն ինչ։ Իմ ընկերները ասում են, որ քո մեքենայով մնանք ձնաբուքի տակ, երևի 1 ամիս կարող ենք վիոլա գնալ, մինչև կգան մեր հետևից։ Հիմնականում ազդում են իհարկե երթևեկության ժամանակացանումները, ազդում են բարձր երաժշտություն վայելող վարորդները, ովքեր չեն հարցնում կողքի մեքենայի վարորդի կարծիքը, կցանկանան լսել իր երաժշտությունը թե չէ։ Շատ վտանգավոր է եւ ես զարմանում եմ, երբ ձմեռային սեզոնին մարդիկ առանց ձմեռային անվադողեր են վարում։ Ես միշտ ժամանակից շուտ փոխում եմ եւ ամենաերկարն եմ թողնում ձմեռային անվադողերը։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային վարորդների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել բրիտանական հայտնի դերասան Ռուան Աթքինսոնի անունը, որը հանրությանը հայտնի է իր Միսթր Բինի լեգենդար կերպարով։ Պարզվում է, որ Ռուան Աթքինսոնը հանդիսանում է մոլի մրցարշավորդ եւ ունի պաշտոնական իրավունք մասնակցել մրցարշավերին։ Ինքը շատ սիրում է արագություն եւ պատահական չէ, որ երկար տարիներ գրեթե ամեն օր ինքը վարել է բացառիկ հազվադեպ հանդիպող բրիտանական McLaren F1 սուպեր մեքենան։ Ի տարբերություն իր աստղային գոլեգաների ավտոսիրողների, Ռուան Աթքինսոնը տարբերվում է նաև նրանով, որ ունի պրոֆեսիոնալ ինժեներական, տեխնիկական մագիստրոսի կոչում, աստիճան, եւ պարբերաբար նաև գրում է հոդվածներ բրիտանական հեղինակավոր ավտոմոբիլային ամսագրերին։ Դες կես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։ 2013 թվականին, երբ նոր սկսվեց իմ վարորդական պրակտիկան, առիթ ունեցա հյուրընկալվել ամենից ամենայի վատ վարորդներ անվանակարգում։ 13 տարվա ընթացքում շատ հմտացել եմ եւ համարում եմ ինձ փորձառու եւ հմուտ վարորդ։ Լայանը Ես 14 տարվա ընթացքում վթար ունեցել եմ ոչ վարելու պատճառով, այլ պարզապես հեռախոսից ընկավ աջ դեպի, գրացա, որ վերցնեմ, դիմացից մեքենան չնախատեսված արգելակել է, ասենց երկաթային ինչ-որ բան կար այդ ավտոյի հետևը, ավտոս կեսով համարյա դեպի ինձ։ Դա միակ իմ վթարն է եղել։ Այն հարցին, թե ինչպես Լայաննան կբնութագրի իրեն որպես վարորդ, որոնք են իր դրական եւ բացասական կողմերը, ինքն անկեղծ խոստովանեց հետեւելը։ Իմ դրական կողմը այն է, որ ես ռիսկով վարորդ եմ, այսինքն մեքենաների այդ արանքով որ պետք է անցնես, այդ չափս ամեն ինչը, ես պատկերացնում եմ կանցնի թե չի անցնի։ Ты что? Что ты делаешь? Мопеды преследуют как-то иначе? Думаешь, он ни о чем не догадывается? Դիստանցիա պահող, զիջող վարորդ եմ, որովհետև միշտ մտածում ես, որ զիջես, քեզ էլ կզիջեն։ Համարում եմ, որ ես վարպետորեն եմ անում կայանումը, պարկինգը։ Արագություն սիրում եմ միայն մայրուղում, շատ չէ, շատ համբերատար եմ եւ միևնույն ժամանակ շատ փոթորկուն, որպես վարորդ եւ մեր շենքի բակում միշտ առաքիչ մեքենաների հետ։ Առաքումները, որ sense մեծ մեքենաներով են անում ու փակում են բակի մուտքը, ելքը։ Եթե դու միտեղ գնում ես ու շտապում ես, sense ուղղակի երկու կողմից փակում էին ճանապարհը, ես ամեն անգամ մի քիչ համբերում էի ու ասում եմ Աստված իմ, ասում եմ պետքա այն կանչենք, որ մեզ ստեղից sense հանեն վերևով մեքենաները։ Մի երկու անգամ պատերազմելուց հետո ավելի ճիշտ էին կայանում իրենց մեքենաները, որ զուտ իմ հետ կոնֆլիկտ չունենան։ Здесь парковаться нельзя!
Братан, 2 минуты. Հեռախոսով խոսում եմ վարելուց ստիպված, որովհետև զանգեր գալիս են եւ ի վերջո երեխան կարող է զանգել։ Իսկ ինչպես են դասավորվում Լայանայի փոխհարաբերությունները պետավտոտեսչության հետ։ Այդ հարցին ինքն անկեղծ խոստովանեց հետևյալը. Ես տուգանքներ շատ չեմ ստանում, որովհետև քաղաքում վարում եմ նավիգատորով ու անկախ նրանից, որ ես գիտեմ ուր եմ գնում, միշտ նավիգատորով նայում եմ, որ ճանապարհով ավելի շուտ կհասնեմ եւ անկախ նրանից, որ гիտեմ գրեթե բոլոր կամերաների տեղը, ամեն դեպքում նավիգատորը մի փոքր հիշեցնում է։ Դա օգնում է, որ ավելորդ տուգանքներ չստանաս։ Емельян, возьми чуть левее. Ну, երբեմն լինում են նոր օրենքներ, որոնք որ չենք իմանում, լինում են տենց առաջին պատահական տուգանքներ։ Օրինակ, տարվա սկզբին, երբ գնացել էի ռադիոտուն համերգի, ձյուն էր գալիս շատ ուժեղ, պետք է աչի վրա կայանեի, Ալեք Մանուկյանի վրա։ Եվ անցա այդ տեղը, չէի տեսել, որ կարող եմ կայանել։ Ու սենց հետընթաց մեքենան գնաց, ես կայանացի։ Մի 2-3 շաբաթ անց եկավ տուգանքը, չեմ հիշում չափը 20 քանի հազար դրամ, 3 բալ մինուս հետընթաց գնալու համար։ Լայանան անկեղծ խոստովանում է, որ ավտոմեքենան չի համարում իր երկրորդ տունը, եւ այնուամենայնիվ ամենաանհրաժեշտ պարագաներն իր ավտոմեքենայի մեջ պարտադիր պետք է առկա լինեն։ Նախ մեքենա վարելը իմ համար ադրենալին է։ Ես սիրում եմ մեքենա։ Ես կարծում եմ, որ կինը ղեկին է լինում, տենց ուրիշ խարիզմայի տեր աղջիկ է լինում։ Մեքենա վարելու ձևը շատ հաճախ ցույց է տալիս քո բնավորության շատ գծեր։ Վերջերս ես երեկոյան զգեստով էի ու տեսա, որ այդ նշանը վարվում է, կանգնացրեցի մեքենան, դուրս եկա, բացեցի այդ արջևի, ասեմ էլի այդ բառը կապոտը, բացեցի այդ փականը եւ լցրեցի, ավելացրեցի անտիֆրիզը եւ հետո ջուրը ավելացրեցի եւ հետո լցրեցի այս հատվածի ջուրի հատվածը երեկոյան զգեստով։ Ինչով է, պատրաստված եւ ռիսկով վարորդ եմ։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային վարորդների թեման եւ այս անգամ կուզեմ իշատակել հոլիվուդյան հայտնի դերասան, հաղորդավար շոումեն The Tonight Show-ի անփոխարինելի վարող Ջեյ Լենոյի անունը։ Ջեյ Լենոն համարվում է աշխարհի ամենից ամենաավտոսիրողներից մեկը, որովհետեւ իր ավտո հավաքածուն կարելի ասել վերածվել է մասնավոր թանգարանի, որը պահվում է Բրբանկի օդանավակայանի մի քանի անկառներում ու այսօրվա դրությամբ իր մոտ կա 180-ից ավելի ավտոմեքենա եւ 160-ից ավելի մոտոցիկլ։ Հետաքրքրական է նաև, որ Ջեյ Լենոն ինքնուրույն է վարում իր բոլոր ավտոմեքենաները, չդիմելով պրոֆեսիոնալ վարորդների օգնությանը, նաև հետաքրքրական այն է, որ ինքը գրեթե երբեք չի վաճառում իր հին ավտոմեքենաները ու յուրաքանչյուր ավտոմեքենան գրանցված է, ապահովագրված է եւ յուրաքանչյուր պահի կարող է դուրս գալ երթևեկության մեջ։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Ունեմ 11 տարվա վարորդական պրակտիկա։ Վարում եմ շատ հանգիստ, երթևեկության բոլոր կանոններին համապատասխան։ Սևակ Հարությունյան։ Իմ առաջին ավտոմեքենան եղել է այն, ինչ որ ես հիմա եմ քշում 2015 թվականից ի վեր, չեմ գնացել ոչ մի դասերի։ Դե նկարահանումների ընթացքում բնականաբար գիտեի, որ ավտոմատ կարոտկեն դնում ես դե տորմուզը թողում ես, գազ ես տալի, ավտոն գնում է։ Քննությունս էլ հենց հանձնել եմ ավտոմատ կառուկայի ավտոյի վրա, օրենքները բոլորը սովորած, նշանները բոլորը совորած ու ստացել եմ։ Я дам задний ход. Стойте, стойте! Нет, нет! Ничего, не трогайте! Стоять! Я отъеду и сам поставлю в гараж. Он поставит, а я тут приберусь. Вы не доверяете мне? Я получил права? Да, вы получили. Просто не бросайтесь из одной крайности в другую. Իսկ վարել սովորել եմ սեփական մեքենայիս վրա։ Ստացվեց այնպես, որ մի օր առավոտյան ես ստացա վարորդական իրավունք ու ցերեկը գնեցի ավտոմեքենա։ Հենց այդ օրը նստել եմ ղեկին, խաչակնքվել եմ ու շատ դանդաղ սկսել եմ քշել։ Մինչև հիմա տես դանդաղ քշում եմ, որովհետև ես նպատակային եմ գտնում չվտանգել իմ եւ ուրիշների կյանքը, քշել հանգիստ, սահմանված արագությամբ։ 11 տարվա ընթացքում
չունեմ սեփական մեղքով վթար, չունեմ տուր դմփոց հարայ հրոց կախված վարորդ, մյուս վարորդի հետ կռիվ, ջարդուփշուր եւ այլն։ Շատ հանգիստ վարորդ եմ, շատ զիջող վարորդ եմ, բայց հարգելի վարորդներ, երբ որ խաչմերուկում մի գիծը գնում է դեպի ձախ, բոլորս կանգնած ենք ձախ կողմում, խնդրում եմ, մի եկեք երկրորդ գծով ու կեսից միացրեք թարթիչը, որպեսզի մտնեք այդտեղ։ Եթե հանկարծ հասկանում եք, որ սխալ եք արել, այս գիծը չէր գնում ձախ, բարի եղեք, խաչմերուկն ուղիղ անցեք, այնտեղ ինչ որտեղ հետ տվեք, պտտվեք ու վերադարձեք մտեք խաչ։ Այն հարցին, թե ինչպես սևակը կբնութագրի ինքն իրեն որպես վարորդ, որոնք են իր դրական եւ բացասական կողմերը, ինքնանկեղծ խոստովանեց հետեւյալը. Հաճույք եմ ստանում հանգիստ վարելուց։ Ես գիտեմ մի բան, որ դու նստած ես մի սարքի մեջ, որը ամբողջությամբ երկաթ է, ու ամեն վայրկյան կարա ինչ-որ մի բանը խաթարվի։ Իսկ խաթարվելը ուղիղ համեմատական է ինքդ քեզ վնասելու։ Շատ ու շատ վթարներ թերևս տեղի են ունենում այսօրվա դրությամբ, երբ որ վարորդը քշելու ընթացքում նաև հեռախոսի մեջ է։ Որպես դրական բան կընդգծեմ հետևյալը, որ պետքա մեքենա սարքին լինի։ Եթե կա ինչ-որ խնդիր, պետքա վերացնել այդ խնդիրը, որովհետև այդ խնդիրը ուղիղ համեմատական է քո ու քո հարազատներին վնաս տալու։ Ու մի բան եմ շատ խնդրում, պարտադիր ուշադիր եղեք ձեր մեքենայի բոլոր լույսերին։ Ուշադիր եղեք, որպեսզի բոլորը աշխատեն, որովհետև այդ ամեն ինչը ետևի ու դիմացի վարորդներին զգուշացնող նշաններ։ Машины по улицам бегают взад-вперед, как заведенные. Мне кажется, людям не хватает покоя и ласки. Ինձ թվում է միակ բացասական բանն է, որ իմ ավտոմեքենայի մեջից ծխի հոտ է գալիս, բայց ծխում եմ կանգնած վիճակում, ոչ թե քշելու ընթացքում։ Իմ ավտոմեքենան մաքուր է լինում ամսվա ընթացքում 1-2 օր, երբ որ ես հենց նոր հավաքում եմ ավտոմեքենան։ Անցնում է մոտավորապես մի 2-3 ժամ ու նույն թափրտված вичակն է։ Հետո ես հասկացա, որ երբ որ հավաքում եմ, արդեն էլ չգիտեմ, որը որտեղ է դրված։ О, боже, мне теперь ничего не найти. Ведь замша у меня лежала здесь под синим мехом, вы помните? Где крокодиловая кожа? Սևակն անկեղծ խոստովանում է, որ իր մեքենայի մեջ ինքը պարտադիր պետք է ունենա հետևյալ իրերը։ Իմ մեքենայի մեջ կան ակուսներ, որովհետև հանդիսավարության բերումով շատ ու շատ ակուսներ ունեմ, ընդ որում կախիչներով կախած։ Իմ ավտոմեքենայի մեջ կա բարձ, կա ծածկոց, կա մուրճ, կա ցին, տապոր։ Եվ այսպես ցուցադրեմ, թե ինչ կա իմ բեռնախցիկում։ Ուրեմն, դե նախ կրակմարիչ, ագնետուշիցել, այստեղ իմ տելեֆոնն է, աշխատանքային գործիքներ, այս նույնպես աշխատանքային գործիքներ, այստեղ ամեն դեպքում, երբ որ սարեր ձորեր բարձրանում ես, ինչ-որ Ինձ համար այո, ավտոմեքենաս թերևս առաջի տունն է, երկրորդը նորին բնակարանն է, որովհետև մեքենայիս մեջ բոլոր հարմարությունները կան, այդ թվում նաև սափրվելու հարմարություններ։ Շաքարավազ, սուրճ, ամեն ինչ կա իմ մեքենայի մեջ։ Օրենքով նախատեսված ապտեճկա նշանը, երբ որ ինչ-որ վթար է լինում, որ պետք է կանգնացնես, էլեկտրական նասոս, դամկրատ, կլյուչների մեծ ու շատ տեսական։ Այդ ամենին Սևակ Հարությունյանը հավելեց. Երբ որ գնում եք ավտոմեքենա, հա շատ լավ է, որ դուք ունեք շատ լավ ավտոմեքենա, բայց մի հատ կարդացեք ընդհանուր այդ ավտոմեքենայի տվյալները, հասկացեք ինքը թեկուզ տարական задний ведущий է, թե передний ведущий է։ Ամենից ամենաշարունակում էր եթերը, բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային վարորդների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Ավտոմեքենա վարել սովորել եմ 2003 թվականին եւ հենց այդ ժամանակ ստացա վարորդական իրավունք, բայց ստացվեց այնպես, որ երթևեկության մեջ հայտնվեցի 2012 թվականին։ Տիգրան Նալչաջյան։ Սա առաջին անգամ իմ առաջին մեքենան գնել եմ 2012 թվականի աշնանը, երբ որ այդ անվանափոխությունը արեցինք, լավ անկերես հետս էր նստեցի ղեկին ու հասկացա, որ ես մեքենա քշելը մոռացել եմ։ Եվ ես իջա անկերես նստել, շարունակեցինք ու ինքը մի քանի օր իմ կողքին նստած էր, որ ես քշեի, վերիշեի ու անընդհատ ինքը հասնում էր ինֆարկտի մի 5 օր։ Тогда поехали.
6-րդ օրը արդեն ես որոշեցի ինքս մեքենա քշել ու Երևանում տենց քշում էի լարված վիճակով, ամեն օր հատուկ նստում էի մեքենան ու գնում էի այնքան որ քշելու, որպեսզի վարվեմ։ Բայց հետագայում ես դարձա իրոք շատ լավ ու փորձված վարորդ, որովհետև գործի բերումով սկզբից դե հանգստանալու զբոսաշրջային եւ այլ sense պլաններով, բայց հետագայում նաեւ աշխատանքի բերումով նկարահանումներ, ֆիլմերի ցուցադրություններ, մարզեր գնալը դարձավ գրեթե մշտական, ու ես հիմա իմ մեքենաներով Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում ու գրեթե բոլոր գյուղերում եղել եմ, նաեւ շատ տեսարժան վայրերում։ Երբ որ դու սկսում ես շատ ճամփորդել, որպես վարորդ, դու նաև իմանում ես ճանապարհին գտնվող բոլոր տենց ինչ-որ համեղ անկյունների տեղերը, որտեղ կարելի է սուրճ խմել, մի բան ուտել։ Շատ դեպքերում ես հատուկ քաղցած եմ տնից դուրս գալիս, որովհետև գիտեմ, որ այստեղում այս ինչ բանը շատ համով է, ես կարամ կանգնեմ այնտեղ սենց ինչ-որ բնության մեջ արդեն սիրուն տեսարանով մի տեղում, սնվեմ, սուրճ խմեմ, հաճելի ժամանակ անցկացնեմ։ Ես գոգել հակոք գնացտից լակոտ, կներեք, տղասա, ուղղակի ամեն անգամ սես մի բան մոգոնում է, էլի։ Ուզում եմ ասեմ, այդ հայկական ավանդական ուտեստներից ամեն ինչ էլ ունենք խորոված, քյաբաբ, իշլի քյուֆտա, խաշ, տո պամիդորով ձված է։ Ես շատ լավ գիտեմ, թե որ քաղաքում ինչ հյուրանոց, հյուրատուն կա, ու ես հիմա ասեմ, որ անցել եմ էլեկտրական մեքենա քշելուն, իմ պարագայում դա շատ հարմար է։ Այն հարցին, թե ինչպես Տիգրանը կբնութագրի իրեն որպես վարորդ, որոնք են իր դրական եւ բացասական կողմերը, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը. Երբ որ ես մանավանդ եթե հետս մարդ է լինում մեքենայի մեջ, արագությունը չեմ գերազանցում այն աստիճան, որ ուրիշի կյանքը վտանգի ենթարկեմ։ Փորձում եմ լինել հնարավորինս կարգապահ վարորդ։ Բացասական կողմը իմ վարորդ լինելու այնա, որ ակնոցներ եմ կրում օպտիկական, դա համարում եմ ամեն դեպքում բացասական կողմ։ Ինձ խանգարում է անկեղծ որ ասեմ, բայց փորձը շատ մեծ է, իմ հետ մեքենա նստած մարդիկ չեն դժգոհում։ Невозможно. Еще как возможно. Այն հարցին, թե ինչպես են դասավորվում Տիգրանի փոխհարաբերությունները պետավտոտեսչության հետ եւ ունեցել է արդյոք իր ակտիվ վարորդական պրակտիկայի ընթացքում վթարներ, ինքն անկեղծ խոստովանեց հետեւյալը. Որ նոր էի դարձել վարորդ, այնքան շատ տուգանք էր գալիս սխալների արդյունքում։ Այս վերջերս շատ քիչ եմ տուգանվում։ Ոստիկանությունն էլ շատ քիչ է կանգնեցնում։ Առիթ չեմ տալիս։ Տարիներ առաջ շատ թեթև վթար եմ ունեցել, երբ որ առավոտշուտ սառած ասֆալտի վրա տորմուզ տվեցի, մեքենան սահեց, գնաց կպավ դիմացի մեքենային, մենակ այն համարի մասը վնասեց շատ թեթև է, ապա կանչեցի, եկան հարցերը լուծեցին։ Մի անգամ ինձ թեքվեցի զեբրաների վրա Ամիրյան պրոսպեկտ Խաչմերուկում մի մարդ էր անցնում զեբրայով, ճանապարհը համիմներ համ իրեն էլ, ես պիտի զիջեի, հետևից մի մեքենա եկավ խփեց, որը որ պարզվեց ապա արած մեքենա չէ։ Մի անգամ էլ տորմուզի տեղը գազը սեղմեցի, լավ էս մեկը չեմ։ Այդ ամենին Տիգրան Նալչաջյանը հավելեց. Ինձ համար մեքենան երկրորդ տունն է, որովհետև քանի որ ես նշեցի, որ շատ եմ մարզերում ճամփորդում, ես մեջը միշտ պահուստային հագուստի տարբերակներ եմ ունենում եւ մեկ էլ մարզվելու հետ կապված սպորտային որոշ պարագաներ եմ պահում, որ այդքան ճամփորդում եմ մարզավիճակից չմնելու համար, որպեսզի կարողանամ ցանկացած տեղում մարզվել։ Եվս մեկ ամենից ամենաաստղային վարորդ մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես Անահիտ Չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։ Սիրում եմ արագություն, բայց երբ քաղաքից եւ գյուղից դուրս եմ եւ կան բոլոր նախադրյալներն արագ վարելու համար։ DJ Gug։ Ես մեքենա քշել եմ շատ վաղուց, դեռ որ փոքր էի։ Իմ առաջին մեքենան 2013 թվին եմ առել, ու այդ ժամանակ ռավա չունեի ես։ Մեքենան վերցրել եմ ու մի 10 օրվա ընթացքում էլի ես ինքս ինձնով պարապեցի ու արդեն գնացի ռավեն հանել եմ, արդեն 13 տարի է ստաբիլ մեքենա վարում եմ։ Болван, заткнись! Ռավսով շատ եմ զբաղվում պրոյլի ժամանակ, եթե գիտեմ իմ բացասականն է։ Արագ քշող եմ, շատ, բայց քաղաքի մեջ չէ։ Եթե քաղաքից դուրս է լինում կամ գյուղերից դուրս, արագ քշող եմ, համայնքներում չէ, հանգիստ քշող եմ համեմատաբար։ Այն առաջին մեքենայից բոլոր մասերը գիտեի, այն որ ես իմ ձեռքով քանդեի գավակեի, բայց այս երկրորդ մեքենաս ընդհանրապես ոչ մի բան գլուխ չեմ հանում։ Ավտոմատ կառավարքա է, էլեկտրական է, մեջը ոչ մի գործիք չունեմ, բացի նասոսից, դանգրատ չունեմ, որովհետև իմ մեքենային զապաշ չունեմ։ Ինչ է տեղավորվում DJ Gug-ի ավտոյի մեջ։
Սաղ դինամիկ դեկ Զա Մի քիչ իմ ժամանակը քիչ է, ես չեմ հասցնում շատ մեքենայով զբաղվել։ Գործարանային ինքը ինչ ունենում է, վրան հաստատությունիկ չեմ անում։ Խնամքն էլ նորմալ կարողանում եմ եւ ժամանակ գտնեմ մաքրությունը պահպանել։ Մաքրում եմ ձեր 10 տարվա կեղտն եմ մաքրում։ Այն հարցին, թե ինչպես են դասավորվել DJ Gug-ի փոխհարաբերությունները պետավտոտեսչության հետ, ինքնագեղծ խոստովանեց հետևյալը. Բալիկների հետ հիմնական խնդիր չեմ ունենում։ Մի անգամ ա եղել, որ կանգնեցրել են ինձ, ոնց որ հերթական ստուգում էր, բագաժնիկով բան բացեցին, այնտեղ նայում են, տեսնում են ագնետուշիցելը կա, գրակ մալիչ, ապտեշկային կարբանս, նայում են դեմքից, ասում եմ ախպեր, այն ամենաօրինապար վարորդներից մեկին է կանգնեցրել ու այդ մի դեպքն է եղել, որ իրանք զս ծիծաղեցին, ասին, քշի գնա։ Խախտումներ ընդհանրապես ինձ համարյա խախտումներ չի գալիս, կամերաներ չի գալիս։ Շատ հազվագյուտ է գալի գիշերային ժամերին, որ գործից հոգնած գալիս ենք, որ հոգնած կարող եմ լինել, այդ ժամանակ ասենք աղատարվա մեջ մի 3-4 անգամ թեթև արագաչափ գա կամ բայտակ սվետաֆոր ամենաշատը։ Մի անգամ 25000 է եկել։ Այն էլ 15 օր ընթացքում ուտել եմ 17000, եթե չեմ սխալվում։ Այդ ամենին DJ Gug-ը հավելեց. Իմ վարորդական պրակտիկայի ընթացքում վթարներ ունեցել եմ առաջին մեքենայի ժամանակ, ու հետո հասկացա, որ դա մեքենայից է, մի քիչ իր արգելակները ավելի ուշ էր կարողանում պահել, այս նոր մեքենայով արդեն խնդիրներ չեմ ունեցել։ Մարդու կյանքի կարևորագույն պայմանն ըստ էության արյան ճիշտ շրջանառությունն է օրգանիզմում, որովհետև հենց այս մեխանիզմի շնորհիվ մարմնի տարբեր կետեր մատակարարվում է կենսական անհրաժեշտ թթվածինը, ինչպես նաև միներալներն ու վիտամինները։ Եվ եթե ինչ-որ մի բան այս process-ի մեջ խանգարվում է, առաջանում են մարդու մոտ առողջական խնդիրներ, ինչպես նաև կտրուկ նվազում է կյանքի որակը։ Այդ իմաստով փաստ եմ, որ դեռ հազարամյակներ առաջ հին Արևելքում, Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան մշակվեցին հատուկ մերսման տեխնիկաներ, որոնց շնորհիվ բարեկարգվել է արյան շրջանառությունը եւ լուծվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օրինակ մկանային կծկվածությունը, հոդային, ողնաշարային խնդիրներ, ինչպես նաև ավշային համակարգի կարգավորում եւ այլն եւ այլն։ Պարզապես մինչ վերջին ժամանակաշրջանը այս հրաշք մերսման տեխնիկայի մասին գիտեին շատ քչերը։ Բացառիկ դեպքում հնարավոր է լսել, որ օրինակ ինչ-որ մեկը Տիբետում կարողացել է բժշկել այնպիսի խնդիր առողջական, որի դեմ անզոր էր նույնիսկ բժշկությունը։ Եվ ահա օրեր առաջ ես ծանոթացա մի հրաշք անձնավորության, նուրթիկ, գեղեցկուհի Թեմինե Բուդաղյանի հետ, որը 17 տարի առաջ արտասահմանում բնակվելու տարիներին յուրացրել է հնդկական, չինական, ճապոնական մերսման այդ բացառիկ մերսման տեխնիկայի նուրբ արվեստը եւ իր նուրթիկ ձեռքերով օգնել բազում մարդկանց։ Եվ ես ուրախությամբ ուզում եմ փաստել, որ այս տարի մայիսին Թեմինե Բուդաղյանը բացեց իր Magical Hands մերսման սրահի նաև հայաստանյան մասնաճյուղը։ Եվ ես ուղղակի վստահ եմ, որ շատերը ձեզանից մեր այսօրվա հանդիպումից հետո Թեմինե Բուդաղյանի հետ դիմելու են հենց նրան։ 17 տարի առաջ ես զբաղվել եմ հոմեոպաթությամբ, բայց քանի որ ես հանդիպեցի մի հնդկուհու, որը որ ինքը շատ լավ տեխնիկա գիտեր, շատ լավ մասնագետ էր, եւ որոշեցի, որ ես պետք է սովորեմ այդ տեխնիկան ինստիտուտում։ Քննության ժամանակ ես այնտեղ շատ լարված էի, դե օտար լեզվով էր ինքը ու ամենաբարձրը ես եմ ստացել։ Հետո նստած էինք սենց կոնֆերանսի նման մի տեղ էր, ինձ ասեց՝ «Այ դուք եկեք այստեղ»։ Ասեց ձեռքերը ցույց տուր։ Ձեռքերս ես որ ցույց տվեցի, ասեց այս ձեռքերը ստեղծված են այս մերսման տեխնիկայի համար։ Երբ որ կզգաս արդեն էլ ուժ չունես շարունակելու, պետք է թողել մեկ ուրիշի։ Այդ մեկ ուրիշը իմ տղայիս կինն է, որը որ ինքը ինձ խոսք է տվել, պետք է շարունակի։ Սովորից 2 տարի հետո ես իմ անձնական սրահն եմ բացել, շատ ճանաչվեցի այնտեղ, պահանջարկը շատ էր, չէի հասցնում։ I had a chronic shoulder injury and tendonitis
And every doctor and physiotherapist I went to said I needed surgery and other operations to save it. She fixed in 1 and 2 sessions in there. My wrists were broken and I had cysts in my wrists. She fixed them in like 15 minutes. Հետո ես որոշեցի նաև բացել Էմիրական միություններում, Դուբայ քաղաքում, այնտեղ էլ ես ունեմ իմ սրահը, բայց ցավոք փետրվարի 28-ին գիտեմ բոլորը, որ սկսվեց պատերազմը, ես ինքս էլ այդ խոճապը ապրեցի եւ որոշեցի, որ պիտի այնտեղից միանգամից գամ Հայաստան։ Ու այդ միտքը Հայաստանում բացել սրահ եղել է ինքնաթիռի մեջ։ Բացեցի իմ սրահը, մարդիկ ինձ միշտ կախարդական ձեռքեր են ասում, դրա համար որոշեցի, որ ինքը պիտի լինի Medical Hands։ Եկել եմ բացման Medical Hand-ի կլինիկին, ես եկել եմ Դուբայից, խնդիր ունեի մի 7 տարի առաջ ցերկերոս եւ տևերոս մեծ ցավ եւ մեկը չի կարողացավ ինձ բուժել։ Ադոր համար ես հանդիպեցա դիգին Տեմինեին Դուբային եւ ստացա այդ սեսիոնները լեւս այդ ցավը արդեն անցել է։ Տեխնիկան վերցված է Ճապոնիա, Չինաստան, հնդկական տեխնիկաներից, որը որ լավացնում է այրան շրջանառությունը, դուրս է բերում տոքսիկները օրգանիզմից, օգնում է մի շարք խնդիրները լավացնելու եւ բարելավել կյանքի որակ։ Ինքը օգնում է լավացնել մկանային ցավերը, գլխացավերը, եթե կան միգրեն, եթե կան աչքերի տեսողություն, այսինքն եթե մկաները թուլացած են, այնտեղ հեղուկը հավաքված, խանգարում է աչքի տեսողությանը, ինքը շատ օգնում է նաև աչքերի տեսողության լավացմանը։ Օգնում է մկանային խնդիրները, եթե կա լարվածություն, եթե կա ձկաջղում այնտեղ հա ձկվածություններ, դրանք բավականին օգնում է օրգանիզմը հանգստանալ։ Կա նաև հաց ուտելու ժամանակ մկանները լարվում են, առաջանում են խնդիրներ, կամ ասենք գիշերը, որ քնած ժամանակ կրճտացնում են ատամները, դա նույնպես լարվածության նշան է, օգնում է շատ լավացնել այդ լարվածությունը։ Եթե ակաժների մասը դեֆորմացիա կա, հեղուկ է հավաքվում կամ ասենք աղային կուտակումներ են հավաքվում, հա, այդ գերանալու տարիների ընթացքում օրգանիզմում հավաքվում են այդպիսի բաներ։ Այդ ժամանակ բացվելուց հետո նաև վերականգնվում է լսողությունը, եթե խշշոց կա, շատ է օգնում։ Ես եկել եմ Լիոնից, Ֆրանսիայի քաղաքներից մեկն եմ։ Ես ունեցել եմ կրծքերի քաղցկեր, ունեցել եմ շատ մեծ թուլություն, փքվածություն, ոտքերի, ձեռքերի այտուցվածություն, ունեցել եմ հոդացավեր, աղային կուտակում, քաշի ավել մաս, ունեցել եմ արդեն 9 սեանս, սա այսօր վերջի սեանսն է, քաշի մեծ անկում, շատ մեծ անկում, հոդացավերի անհետացում, աղային կուտակումների վերացում, հոդերս ամեն ինչ նորմալ են, 8-ից 10 կիլոմետր քայլում եմ ամեն օր, չունեմ ոչ մի ոտքերի ցավ, պարանոցիս պրոբլեմ անհետացել է, տեսողությունս վերականգնվել է, ուժերս վերականգնվել են, տրամադրությունս վերականգնվել է, ունեմ մեծ տրամադրություն, մեծ էներգիա, փոփոխությունը շատ ակնհայտ է, պարզ երևում է, քաշի մեծ կորուստ։ Եթե այտուցված է օրգանիզմը, ասենք ինչ-որ մի բանի հետևանքով, օգնում է նաև դա հեռացնել օրգանիզմից։ Եթե ունեն ոտի տակ շպորա, եթե դժվարանում է ոտքը գետին դնել կամ քայլել, ունենում են ցավեր, այդտեղից էլ եթե այդ հեղուկը, այդ պարկը հեռանում է օրգանիզմից, ինքը սկսում է թեթևանալ եւ ավելի հանգիստ ինքը քայլել։ Շատ օգնում է նյարդային համակարգի վրա, եթե կա անքնություն, ստրեսային վիճակում է, նաև օգնում է այդպիսի մարդկանց բարելավել իրենց կյանքի որակը։ Անցնում է հոդերի ցավերը, ողնաշարի գրիժաները, եթե այնտեղ կա հավաքված յուղի գնդիկներ, անցնում են նաև դրանք, որ ինքը կարող է ավելի հանգիստ շարժվել։ Բավականին ունենք դրական լիքը լավ փոփոխություններ։ Ոգևորվել եմ ժշտելու ամեն հարվածից։ Շնորհակալություն։
Ունենք շատ այցելուներ, որոնք դժգոհում են ոտի, ծնկի այդ խնդիրներից, այսինքն հա այնտեղ ճիլն է կտրված, կամ ասենք այտուցված է, կամ աղային կուտակումներ կան, օգնում է շատ հանգստանալ ծունկը ու վերանում է այդ խնդիրները։ Ես աշխատում եմ նաև հետ վիրահատական բոլոր մարդկանց վրա, ովքեր ունենում են խնդիրներ։ Նույնիսկ ես ունեի այդպիսի մի հիվանդ, որը որ գրիժայի օպերացիայից հետո պարզացվել էր, այսինքն չէր զգում իր ոտքերը, չէր կարում միզեր, որովհետև չէր զգում իր օրգանները։ Վիրահատությունից մոտ 1 շաբաթ հետո ես աշխատել եմ իր վրա եւ 3-4 սեանսից մենք արդեն հանել ենք այդ միզապարկի պարկը, եկել էր զգացողությունը եւ ասում փարք արդեն քայլում էինք։ Ինսուլտներից հետո, ասենք որ օրգանիզմը ինքը չի շնչում, չի աշխատում, չունի զգացողություն, ինքը ժամանակի ընթացքում գալիս է այդ զգացողությունը, հետո արդեն ինքը սկսում է շարժել ոտքերը, մատերը ու ժամանակի ընթացքում ինքը բավականին դեպի լավ վիճակի է գալիս։ Օգնում է նաև ցելյուլիտի հեռացմանը եւ օրգանիզմը ինքը սկսում է նիհարել։ Ես աշխատում եմ նաև դեմքի երիտասարդության, այսինքն դեմքի մերսում, որը որ անցկացնում է դեմքի կնճիռները, լավացնում է նյութափոխանակությունը, լավանում է մաշկը, ձգվում է, եթե աչքերի կախվածություն կա, դա անցնում է, նաև այդ բոխախն է անցնում, դեկոլտե ինքը շատ ձգվում է, սիրունանում է։ Իմ աշխատանքային պրակտիկայի ժամանակ ես տպավորվել եմ, դա եղել է տարիներ առաջ, կար մի աղջիկ, այդ ժամանակ երևի 2-2.5 տարեկան էր, իր մաման եւ պապան բժիշկներ էին, բայց ցավոք իրենց արած այդ բուժումները արդյունք չէր տվել, որովհետեւ երեխան ուներ մանկական ուղեղի կաթված։ Երբ որ պապան բերեց ինձ այդ երեխուն, ձեռքերի մեջ էր, ու ինձ միանգամից երեխուն տվեց իմ գիրկը ու ասեց, որ պիտի իմ երեխուն վերադարձնեք։ Երբ որ այդ երեխուն ես վերցրի ձեռքերից մեջ, սարսափեցի։ Այդ ժամանակ կար մի հատ մանկական բժշկուհի, որը որ ինձ ասեց, չէ, Թեհմինե, մի արա։ Ես նայեցի իր աչքերի մեջ, նայեցի երեխուն, ոնց որ ինձ մեկ ասեր, չէ, այդ երեխուն պիտի սկսեց։ Ես ասեցի, լավ, 6 ամիս հետո կգաք ստեղ այդ բժշկուհուն։ Ու ես սկսել եմ այդ երեխուն մերսումները։ 6 ամիս հետո ինքը սկսել է շարժվել, առաջի իր շարժումը եղել է, որ ինքը բարձացավ ու գրկեց ինձ։ Արդեն ես իրան քայլացրել եմ 1 տարի 2 ամիս հետո։ Արդեն 10 տարի անցել, ինքը շատ ավելի լավ է, արդեն դպրոց է գնում։ Ունեմ մի հատ տղա երեխա էր ինքը, ուներ ջղաձգումներ, այսինքն ձեռքերից վիճակում էր, ոտքերը նույնպես։ Իրան վիրահատել էին այդ ջղաձգումները բացելու համար, բայց ինքը մի քիչ ավելի իր մոտ հակառակ էֆեկտ էր եղել։ Ու ինքը չէր խոսում, ձգված էր։ Ամիսների ընթացքում ինքը բացվեց։ Հիմա արդեն շատ ուղիղ է, քայլում է երեխան, նաև խոսում է։ Ունեցել եմ տղամարդ, որ ինքը 40 տարեկան էր, 7 տարի ինքը եղել է հիվանդանոցում, անկողնային վիճակում, պարզացված, չգիտեմ ինչպես իրան գտել էին ինձ, իր կինը առաջի զանգը ինձ լացելով, որ խնդրում եմ դուք գաք տեսնեք, որտեղ մենք հնարավորություն չունենք իրան բերել։ Գնացի տեսնեմ այդ մարդուն անկողնու մեջ, ինքը տակդիրով ու ինքը ոչ մի բան անելու ընդունակ մարդ չի, անգամ ինքը չի զգում իր օրգանիզմը ու առաջի այդ կետի վրա աշխատելուց հետո ինքը շարժում է իր ոտքը, անգամ իր կինն է զարմանում, գլուխը բռնում է, ինչ հրաշք կա, ոնց կարող է ինքը շարժվի։ Երկրորդ սեանսի ժամանակ ես իրան արդեն նստացրեցի, այսինքն օրգանիզմը պատրաստ էր նստելու։ Ես իրան բերեցի մի աստիճանի, որ արդեն ինքը իր օրգանիզմը զգում է, ինքը կարող է նստել, կարող է ձեռքով սուրճ խմել, հաց ուտել։ Հիմա իրանք շարունակում են, մի 6 ամիսը մեկ ես եմ գնում նայում, ասենք ինքը ինչ վիճակի է, ուղղություն եմ ցույց տալի, ոնց անեն, ինչ անեն։ Մերսման կուրսերը տարբեր են, ըստ խնդրի լինում են 2, 3, 4, 6 սեանս, բայց ես ինքս տարիների ընթացքում համոզվել եմ, որ օրգանիզմի համար ամենաճիշտը 12-րդ սեանսն է, որ օրգանիզմը անճանաչելի փոխվում է։ Առաջի այցը մեր մոտ անվճար է, մարդը ներկայացնում է իր խնդիրը, եթե հակացություն չկա, ես սկսում եմ աշխատել։ Գնացի MRT հետազոտության,
Պարզվեց, որ ես ունեմ ողնաշարի գրիժա երկկողմանի եւ ունեմ հոդային խնդիր։ Բժիշկները ինձ նշանակեցին երկու վիրահատություն՝ եւ ողնաշարի գրիժա եւ հոդերի պլաստիկ վիրահատություն։ Ու հանկարծ լսում եմ, որ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում ապրում է մի կին, մի հայուհի, որը կարող է օգնել ինձ։ Հաջորդ օրը անմիջապես ես մեկնում եմ Դուբայ, այցելում Թերմինեին։ Ընդհանրեն իր մոտ անցել եմ 8 սեանս։ Ես հիմա ինձ առողջ եմ զգում, նրա հրաշք ձեռքերը այնպիսի փոփոխություն կատարեցին իմ օրգանիզմում, որ ես դա երբեք չեմ կարող մոռանալ։ Իմ այցելուները գալիս են տարբեր երկրներից, ունենք Դուբայից, Ֆրանսիայից, Լիոն քաղաքից է շատ գալիս, Ամերիկայից շատ ունեմ, Անգլիայից շատ ունեմ, Գերմանիայից ունեմ, շատ տարբեր երկրներից են գալիս։ For everything you might have. Ես ունեմ մի սկզբունք, որ յուրաքանչյուր պացիենտի վրա աշխատում եմ ես ինքս։ Երբ որ ես հասկանում եմ ինքը արդեն շատ լավ է, նոր արդեն խորհուրդ եմ տալի, որ կարող է սովորական մերսումների գնալ։ Իսկ դա ժամանակ է տևում, մեծ աշխատանք է, դա էներգիա ես կորցնում, բայց ես իմ գործը սիրելով հանդերձ դա չեմ զգում։ Երբ որ ես տեսնում եմ իմ այդքան չարչարանքից հետո մարդը ինքը չէր քայլում է, չէր ժպտում է, դա մի հրաշք է, դրանից ավել ուրախություն իմ համար չկա։ I wear my shadows like a crown. You feel the chill when I'm around. You try to climb but I pull down. I'm all the trouble that you found. Եկել է պահը ովենախորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն են ներկայացնում իրենց ուշադրությանը։ Իդեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթը։ Դա իսկ ամենայդ արխիվները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ովենախորագրի հերոսը։ Լայզա Մինելի։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը իր հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ աշխարհահռչակ Էնցո Ֆերարիի փայլուն միտքն առայն, որ ավտոմեքենան մարդու այցեկարգն է։ Այն խոսում է մարդու մասին ավելի շատ, քան իր կոստյումը կամ ժամացույցը։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Դե իսկ մենք անուպ ենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։